2025 թվականը առաջին օրացուցային տարին է, երբ որ մենք զոհ եւ վիրավոր չենք ունեցել սահմանին։ Առաջին 91 թվից պատկերացնում եք, մի տարի չի եղել, երբ որ մենք զոհեր եւ վիրավորներ չունենանք։ Եվ այդ պատերազմի եռագլուխ կուսակցության բանը եռագլուխ կուսակցության լիդերների պատկերացած խաղաղությունը էտա, որ իրանց կազինոներում ապրեն, սահմաններին տեզնե 5-ով, 10-ով եւ հիմա էլ իրանք այդ ստահակները, հիմա էլ զոհերի թիվը որտից են վերցրել, մեկը վերակենում են բանը, զուկը ասել էին։ Մեկը 5000 զոհ, մեկը 7000 զոհ, այսինքն այդ առնախումներին քիչ է, հասկանում եք, քիչ է այն զոհերը, նրանք չեն կարողանում տանել, եւ ասում եմ, իրան ժամանակներում այդ շարունակակ ամենակարևոր առանձնահատկությունը, այդ իրանց երեխեքը չեն եղել զոհվողները, իրանց երեխեքը ասում եմ, դիրքերում եւ սահմանում, բացի լուսանկարվելու համար անհրաժեշտ ժամանակահատվածից 10 վայրկյան ավել չեն մնացել։ Հենա, իսկ իրանց երեխեքը, հենա մեկը կա, եկել է մեծ խոսում է, Բելարուսի նախագահին է պաշտպանում Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքի մարզում կրակել է եւ հիմա փախած է եւ բռնելու ենք, բերենք նստացնենք, լակոտ չես փախնելու ոչ միտեղ, չես փախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու, հորողբերդ էլ, Ռոբիկ հորողբերդ էլ քեզ չի փրկելու, ոչ մեկ չի փրկելու, այ դուք տենց եք, դուք Ղարաբաղի մասին խոսում եք, դուք Ղարաբաղում մի հատ չեք կրակել, դուք կրակել եք Տեցի կրուգում, Երևանի կենտրոնում, Աբովյանում, Առինջում, գլուխներդ պատին կտակ, չոքացրած, բոլորիդ բերելու եք պատասխանատվության, ծառուկան գագիկ, լեզուտ երկարել, ես քեզ ասում եմ, լակոտիդ, Բելարուսից վզից բռնած բերելու եք և բերելու եք դրել պատասխանատվության։